Ուսանողության ուսանողական կազմակերպության ղեկավար Արմեն Հարությունյանի հետ, պարոն Հարությունյան, հերթական դատարանի բակում ենք հանդիպում, ավանդույթ է կարծեք դարձել, օրինակ ինչ անել, ինչ է անում ընդդիմությունը, որ սա չդառնա այսպես օրինաչափություն եւ բացառություններ լինեն ու ինչ որ մի օր այո ձեր ընդդիմության պայքարը հաջողի։ Նայեք, քանի որ մենք մեր պայքարը ստանձնել ենք այնպես, որ մենք ցանկացած տարբերակներով պայքարում ենք այս իշխանությունների դեմ, որովհետև սրանք մենակ արհավիրք են բերում մեր երկրի գլխին։ Դրանից հետևություն, որ մենք միշտ պատրաստ ենք ցանկացած պարագայում, որ լինելու են նմանատիպ ռեպրեսիաներ, ու մենք այսօր գտնվում ենք դատարանում, քանի որ Դավիթ Համբարձումյանը նույնպես այդ ռեպրեսիաներից մեկի զոհն էր, բոլորը շատ լավ կհիշենք, որ նա եղել է իմպիչմենտի թեկնածուն, ու երբ որ սկսվեց արդեն թափ հավաքել իմպիչմենտի թեման, նրան ուղղակի մի քանի տարի առաջվա վաղեմության գործով, որտեղ որ ինքը ուղղակի փուչ գործ էր, ուղղակի տարան կալանքի եւ հիմա նա գտնվում է կալանքի մեջ։ Այս ամենին զուգահեռ նաեւ մենք տեսնում ենք, որ ռեպրեսիաները շարունակվում են մնացած ընդդիմադիրների նկատմամբ։ Նրանք նաեւ մի բառի համար կալանավորեցին Ազգենին եւ Նարեկին, իսկ Նարեկը արդեն 10 օրից ավել է գտնվում է հացադուլի մեջ, իսկ սրանք դրա ուղղությամբ նույնպես մատեմատիկին չեն տալիս ընդհանրապես, ավելին ասեմ նրան տարել էին մեկուսարան, որտեղ որ պայմանները շատ ավելի վատ են, քան սովորական խցերում, այսինքն սրանք իրենց ձեռքը գտնվող ցանկացած լծակը օգտագործում են, որպեսզի լրացնեն ընդդիմադիրներին, ովքեր որ նրանց բոլոր ոչրագործությունները ջրի երես են հանում։ Հասկանալի ձեր տեսակետը ամեն դեպքում լուծումը, հանգուցալուծումը դուք ինչպես եք տեսնում։ Հանգուցալուծումը մենք տեսնում ենք անընդհատ պայքարելով, քանի որ մենք չենք կարող հուսահատվել եւ ինչ-որ մի պահի կանգ առնել ու ձեռքներս տալս նստել։ Եվ այդ ընթացքում մենք իհարկե հասկանում ենք, որ իշխանությունը հնարավոր բոլոր ռեպրեսիաները մեր նկատմամբ կիրառելու է, իսկ մենք դրան պատրաստ ենք ու դա մեզ չի վախեցնելու։ Շնորհակալ եմ շատ։